Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Կառավարությունը երեկ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, Կազանի փաստաթուղթը կար, Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովում եւ 2019 թվականի առաջարկները, երկու առաջարկ է հնչել, բայց մեկն էր հրապարակվել։ Փաշինյանը երեկ անդրադարձավ եւ հիմնական բացատրությունը այս ամեն ինչին այն էր, որ եթե կար լուծումներ, ապա տայիք լուծումներ, 30 տարի դուք եք իշխանության, այդ լուծումները չեք տվել, եթե չեք տվել, նշանակում է դուք եք դավաճանը, կամ էլ աչք կապոցի եղել, ոչինչ անել հնարավոր չէր։ Ձեր մեկնաբանությունը։ Նախ այդ դավաճան եւ այլն, այդ որակումները կարծում եմ կարելի է թողնել, որ քաղաքական ուժերը իրար տան։ Այստեղ պիտի լինի, կարծում եմ, մեր հասարակության համար շատ կարևոր է մասնագիտական կարծիք հնչի, ինչ վերաբերում է այդ փաթեթին։ Այն անվանված է փաստաթղթեր։ Այնտեղ կա 13 նյութ։ Ինչու եմ ասում նյութ կամ փաթեթ, որովհետև ինչքան էլ որևէ մեկը ցանկանա, չի կարող ենթադրենք ազգային ժողովում հարց ու պատասխանի մի դրվագ ներկայացնել որպես փաստաթուղթ, կամ ենթադրենք Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սա փաստաթուղթ չի, սա գրագրություն է պարզապես, եւ նման գրագրություն շատ մեծ ծավալի ցանկացած երկրների նախագահների միջև լինում է, ընդ որում այդ երկուսում էլ որևէ արտառոց բան չկար, որ փորձում էին դա ներկայացնել հասարակությանը։ Խնդիրը ուրիշ է։ Մի ժամանակ հայտարարություններ արվեցին այս հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ։ Եվ հայտարարվեց, որ ահա կհրապարակվեն փաստաթղթերը եւ կտեսնեք, որ այնտեղ այդ ամեն ինչը ճշմարտություն է։ Ուրեմն այս հրապարակման կողքին լավ կլիներ քաղաքացու համար սովորական, որը կարդալու է այդ ամենը, լիներ մի բացատրագիր մեկնաբանություն։ Առաջին, ինչու են այդ 13 նյութերը ընտրված, դրա մասին քիչ հետո կասեմ։ Եվ որտեղ է այդտեղ են հարցերի պատասխանը, որ ենթադրվում էր, որ ասվում էր, այ այդ հարցերի պատասխանը այդ փաստաթղթերում է։ Ես դա ցույց կտամ։ Հիմա անդրադառնանք այդ 13 նյութերին։ Դրանցից 4-ը իսկապես փաստաթուղթ կոչվելու ոչ մի հավակնություն չեն կարող ունենալ։ Երկուսի մասին արդեն ասացի, երրորդը մի առաջարկության է վերաբերում 18 թվականին արված բանակցային փաստաթղթի վերաբերյալ, որևէ առաջարկության մի քանի կետ չի կարող փաստաթուղթ լինել առանց այդ փաստաթուղթը կողքին լինելու, որ մարդը հասկանա, այս ինչ են ուզում փոխեն, ինչու են ուզում փոխեն։ Մյուս 4-ը դրանք կարելի է փաստաթուղթ համարել, բայց դրանք վերաբերում են 90-ական թվականներին։ Այդ Լիսաբոնի գագաթնաժողով եւ այլն, իրենք ԵԱՀԿ-ի ղեկավարները այդ ամենը վաղուց թողել են մի կողմ, որովհետեւ 90-ական թվականներին բանակցությունները ընթանում էին բոլորովին այլ ուղղությամբ եւ այլ նախագծեր էին ներկայացված որպես լուծման հիմք։ Ընդ որում պետք է արձանագրել, որ այդ տարբերակներում ինքնորոշման իրավունքը չկար։ Ինքնորոշման իրավունքը ի հայտ է եկել 2004-5 թվականներին, երբ նախապատրաստվում էր, ապա ընդունվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որտեղ արձանագրվում էր, որ խնդիրը պետք է կարգավորվի այդ տարածաշրջանի, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա։ Այս բանաձևը ընդունելուց հետո խորհրդարանական վեհաժողովը դիմեց նախարարների կոմիտեին արձագանքելու համար բանաձևին եւ նախարարների կոմիտեն, որտեղ կառավարությունների ներկայացուցիչներ էին, ոչ թե խորհրդարանների, նախարարների կոմիտեն պատասխան փաստաթուղթ ընդունեց,
որտեղ հիշատակվում էին այդ հիմնական սկզբունքները, որոնց շրջանակում պետք է կարգավորվեր խնդիրը եւ այնտեղ առաջին անգամ կարգավորման բանակցային փաստաթղթում ի հայտ եկավ ինքնորոշման իրավունքը։ Ուրեմն ամեն ինչ պետք է դիտարկել այդ կետից։ Այսինքն այն ինչ ասացի 2005-ին դրական փոփոխություններ անընդհատ եղել է բանակցային գործընթացում եւ այն պնդումները թե անընդհատ ավելի վատթարանում էր իրավիճակը։ Հիմա կճշտենք, այդ բոլոր հարցերի պատասխանները մանրամասն կլինի։ Ուրեմն առաջին քայլը արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ նախարարների կոմիտեն, որտեղ նշվում էր, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է խնդիրը կարգավորվի։ Եվ ապա 2007 թվականի նոյեմբերին բանակցային փաստաթղթի մեջ մտան այդ 3 սկզբունքները, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն էր։ Այստեղ շատ պարզ հարց է առաջանում։ Ինքնորոշման իրավունքը ինչ է ասում։ Ասում է յուրաքանչյուր ժողովուրդ կարող է իր կամքի ազատ արտահայտմամբ ընտրել իր քաղաքական կարգավիճակը։ Անկամ ես որ մարդկանց չծանրաբեռնեմ փաստաթղթերի թվարկումներով, միջազգային իրավունքում կա փաստաթուղթ հիմնական սկզբունքների մասին, միջազգային հարաբերությունների, որտեղ արձանագրված է անգամ, թե որն է այդ կարգավիճակը։ Ասվում է, որ ինքնորոշվող ժողովուրդը կարող է ընտրել հետևյալ 4 կարգավիճակներից որևէ մեկը, անջատվել մետրոպոլիայից եւ ստեղծել սեփական անկախ պետություն։ Երկրորդ, անջատվել մետրոպոլիայից եւ միանալ որևէ անկախ պետության։ Այստեղ անկախ պետություն ասելով նկատի ունեն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր։ Երրորդ, անջատվել մետրոպոլիայից եւ ասոցիացված հարաբերություններ ստեղծել որևէ անկախ պետության հետ։ Այս երրորդը շատ հազվադեպ է, 2-3 դեպք է արձանագրվել, հետո վերադարձել են նորից փոխել են կարգավիճակը։ Եվ չորրորդ, ցանկացած այլ կարգավիճակ, որ այդ ժողովուրդը իր կամքի ազատ արտահայտմամբ առանց որևէ մեկի միջամտման կընտրի ինքն իր համար։ Այսինքն սա նշանակում է, որ ինքնորոշվողը ինքն է ընտրում իր քաղաքական կարգավիճակը։ Հիմա հակամարտության հետ կապված դիտարկվում էր 3 կողմ. Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ժամանակին դեռ 2008 թվականին համանախագահներից մեկը ֆրանսիացի բացատրեց, երբ որ ադրբեջանցիները հարցնում էին ինչու է 3 երկիր հակամարտության մեջ, ասում էին, որ որոշ խնդիրներ կան Արցախի եւ Ադրբեջանի միջև, որոշ խնդիրներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հիշեցնեմ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրները, օրինակ Արցվաշենը։ Դա Հայաստանի Հանրապետության մաս կազմող տարածք էր, որը հակամարտության ընթացքում հայտնվեց Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության ներքո։ Ուրեմն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները տվյալ հակամարտության շրջանակներում չէին վերաբերելու Արցախին։ Ինքնորոշման իրավունքը Հայաստանին չէր վերաբերելու, որովհետև Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է, էլ ինչ ինքնորոշվի, ինքը որոշել է արդեն։ Ադրբեջանը նույնպես, մնում էր միայն Լեռնային Ղարաբաղը։ Ուրեմն խոսքը ինքնորոշման իրավունքը այդտեղ բերելու նպատակը այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այսինքն այն բանի հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պիտի ազատորեն որոշի իր քաղաքական կարգավիճակը։ Եվ սա արձանագրված է առաջին անգամ 2007 թվականի բանակցային փաստաթղթում, որը հետագայում կոչվեց Մադրիդյան, որովհետև 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում այդ փաստաթուղթը փոխանցվեց կողմերին։ Ուրեմն մենք պիտի հետևենք 2007-ից մինչև 2019 թվականը։ Ինչ փաստաթղթեր են եղել, փաստաթղթերը բազմաթիվ էին։ Ինչու է, առաջին հարցն է առաջանում, ինչու է այս մի քանիսը ընտրվել։
Սրա բացատրությունը ընդհանրապես չկա։ Ցավոք սրտի այդ փաթեթը պատրաստված է շատ անփույթ եւ փնթի։ Առանց որևէ սկզբունքի, առանց որևէ հիմնավորման, ես ասացի 4 նյութ են դրել, որոնք ոչ մի կապ չունեն փաստաթղթերի հետ, փաստաթուղթ չեն։ 4-ն էլ դրել են փաստաթուղթ, որ կապ չունի այն հարցի հետ, որը քննարկվել է, որովհետև մենակ մի հարց կա, որին 3 կառավարության ղեկավարը անդրադարձել է, դրա մասին կխոսենք, այն 90-ականների շրջանի հետ կապված։ Նա հայտարարում էր, որ 95 թվականին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը արդեն որոշվել է Ադրբեջանի կազմում։ Չգիտեմ, սա տգիտություն է, թե քաղաքական երեսպաշտություն։ Թող ամեն մեկը ինքը իր համար որոշի։ Ինչու՞։ Որովհետև այն ինչի մասին խոսվում է, այս գործընթացը ավարտվել է 98 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ։ Այսինքն այն շրջանը բանակցությունների, որը վերաբերում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մնալուն, տարբեր կարգավիճակներով, այնտեղ կար ընդհանուր պետություն եւ այլն, տարբեր իրավունքներ էին տրվում, բայց ինքնորոշման հիմքը չկար։ Ինքնորոշումը սկսվել է 2007 թվականից, ինչպես ասացի, բանակցային գործընթացի մեջ։ Դա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, բոլոր այս հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, որոնք հայտարարել են, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորմանը, նշված սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն էր։ Այսինքն, այս բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները ճանաչել են, որ կա ինքնորոշման խնդիր, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվի։ Ավելին ասեմ, 2007 թվականի ներկայացված այդ առաջին փաստաթղթում այդ ամենը հստակ նկարագրված է։ Ասում են, որ իբր ով ասեց, որ դա պիտի տեղի ունենար Լեռնային Ղարաբաղի սահմաններում։ Անհեթեթություն է եւ տգիտություն է, եթե ոմանք, այո, հանրաքվեն։ Եթե ոմանք կարծում են, որ հանրաքվեն պետք է մետրոպոլիայի ձևաչափով իրականացվի, եւ այնտեղ էլ գրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական քաղաքական կարգավիճակը։ Սրանից պարզ գրել, որ որևէ մեկը հասկանա, եթե իհարկե չի դիմում քաղաքական երեսպաշտության, անհնարին է պարզապես։ Ես չեմ կարծում, անկեղծ ասած, որ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հայտնի չէր, թե որ տարածքում պիտի տեղի ունենա այդ ամենը, այդ մարդիկ այդքան չեն հասկանում պարզ գրած նախադասությունը։ Ավելին, այնտեղ նշվում էր նաև, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն հայերը եւ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի տարածքում, ովքեր ապրել են 1988 թվականին այն համամասնությամբ, որը արձանագրվել էր Խորհրդային Միության վերջին, մինչև հակամարտությունը, վերջին մարդահամարի ժամանակ։ Այնտեղ մոտավորապես 75-25 էր։ 25-ը ամբողջությամբ իհարկե ադրբեջանցիներ չէին, որոշ հույներ էին ապրում եւ այլն։ Հիմա սա է իրականությունը, սա բառացիորեն գրված է, անգամ այս փաստաթղթերում, որ այնտեղ դրված է, հենց առաջին փաստաթղթում 2007 թվականի մադրիդյան սկզբունքներում։ Ասում է, այո, գրված է, բայց այդ ամեն ինչը կյանքի չի կոչվել։ Եվ ինքը երբ 2018-ին եկել է, դիմել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, նրանց ասել է, արդյոք հնարավոր է Արցախ Ադրբեջանի կազմում չլինի, նրանք ասել են, հնարավոր է, եթե Ադրբեջանը ուզենա, այսինքն ըստ էության ցույց է տալիս, որ հնարավոր չէր։ Հիմա
սկսենք որտեղից թե համանախագահները ինչ են ասել խոսենք 2019 թվականի առաջարկից, որովհետև հիմնական վեճը այդտեղ է, որովհետև հենց այդ ժամանակ Փաշինյանը եղել է իշխանության եւ ինքը պետք է որոշում կայացներ։ Ասում է այդ փաստաթուղթը ընդամենը սեղմագիր էր, որովհետև ներողություն ես էի խնդրել, որպեսզի ինձ ներկայացնեն ամփոփ սեղմագիր եւ ես իմանայի թե ինչ է կատարել, ինքը դա են ներկայացրել։ Ինքը նախագահին էր ուղղված, ինքը նաեւ ասում էր, որ QST-ի հետ փաստաթուղթը չկա եւ էլի բազմաթիվ փաստաթղթեր չկան, անհեթեթություն է։ Պետությունը իր բոլոր շրջաններով, բոլոր ժամանակների ղեկավարները կարող են փոխվել երկրի համար կենսական նշանակություն ունեցող գործընթացների վերաբերյալ փաստաթղթերը, փաստերը եւ այլն, սա պետք է պահպանվի։ Իհարկե։ Բայց ուր են, ինչ բացատրություն ունեք։ Բայց ինքը պիտի պատասխանի։ Ինքը արտաքին գործերի նախարարությունը, որը հենց այդ խնդրի գերատեսչական մարմինն է։ Իրենք պիտի պատասխանեն, եթե չկա։ Եթե անգամ չկա, ուրեմն կարելի է գտնել։ Ցանկություն կար, կարելի է գտնել։ Եվ համանախագահներից եւ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, որից ուզում ես, կարող ես գտնել։ Այնպես որ այդ մանկական թոթովանքները, որ չկա այս մեկը, այն մեկը, դա ուղղակի վարկաբեկում է պետությանը, վարկաբեկում է իշխանությանը։ Հիմա գնանք առաջ։ 2019 թվական առաջարկ։ Հիմա իդեպ երկու առաջարկ է եղել, մեկն են հրապարակել եւ չկա պատասխանը նաեւ, թե իրենք ինչ են պատասխանել։ Ուրեմն նախ նման կենսական խնդրով զբաղվելու համար մի քիչ պետք է գիտելիքներ ունենալ։ Գիտելիքներ միջազգային իրավունքի մասին, բանակցությունների մասին, հակամարտությունների մասին, ինքնորոշման մասին եւ ինքնորոշման հակամարտությունների մասին եւ այլն։ Առանց սրա ոչինչ հնարավոր չի։ 18 թվականին էլ իշխանությունները ասում էին, եկեք մեզ բացատրեք ինչ է նշանակում ինքնորոշում։ Միթե կարելի է այս պատկերացումներով, այս գիտելիքներով գնալ ու երկրի համար, ժողովրդի համար կենսական խնդիր լուծել։ Դա ոչ մի համանախագահ չէր իմանում, բայց արտգործնախարարությունը չէր իմանում, արտգործնախարարը չէր իմանում։ Զորապ Մնացականյանն էր այդ ժամանակ։ Ճիշտն ասած, անձերը կարևոր չեն, ինչպես նկատում եք, ես ոչ մեկի անունը չեմ տալիս, բայց այդ ամեն մեկը թող ինքը իր համար պատասխանի, բայց երբ որ մեկը ասում է, որ չկա, այդ հաստատությունը պետք է ասի, այդ ինչի չկա, այնտեղից գողացել են, տարել են, լավ, չկար, կորել էր, չկար։ Իրենք եկան, տեսան, չկա։ Բայց չեն ուզում այդ փաստաթղթերը վերականգնել, համալրել, որ տեսնեն ինչ է տեղի ունեցել մինչև իրենց։ Սա մեկ, երկրորդ։ Որ ասում է սեղմագիր է 2019 թվականին, ուղղված առաջարկը։ Սա էլ է ծիծաղելի։ Ինչ սեղմագիր, ինչ բան։ Սա ատենախոսություն չի, սեղմագիրը առանցին, ատենախոսությունը առանցին, փաստաթուղթը չի կարող ունենալ սեղմագիր։ Կարող է սեղմագիր սարքվի ոչ առաջին դեմքերի համար, որ նրանք ինչ որ ձևով ծանոթանան, որ օրինակ 2007 թվականի փաստաթուղթը 2007 թվականին չհրապարակվեց, բայց այդ տարի եւ հետագայում հրապարակվում էին դրա հիմնական գլխավոր դրույթները, 3 սկզբունքները եւ 6 հարցերը, որոնց վերաբերյալ բանակցություններ պիտի ընթանային։ Հիմա եթե այս մակարդակով, այսինքն մամուլի մակարդակով է պատկերացումը հակամարտության մասին, մնում է մի բան ասել, վայ քեզ Հայաստան, այս ինչի մեջ ես ընկել։ Հիմա բայց գնանք առաջ, խնդիր չի։ 2019 թվականի, ասում եմ ես շատ փաստաթղթեր տեսա, սա նույնպես պետական իշխանությանը ոչ հարիր հայտարարություն է։ Սա ամբողջի համար ամբողջահաճո հայտարարություն է։ Վայ, այս խեղճը թաղվել է այդ թղթերի մեջ եւ այլն։ Հսկայական նախարարություն կա, որի գլխավոր գործը հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումներ։ Ինչով էր զբաղված։ Այդ ինչպես չէին դասավորել, համակարգել, կարգավորել այդ փաստաթղթերը, ինքն էլ եկավ խրվեց դրանց մեջ ու չկարողացավ դուրս գալ
եւ նրանց էլ դիմում է ասում է որն է կարևորը միթե սա լուրջ բան է այսպես չեն աշխատում դե հենց դրա արդյունքով էլ ստացվեց այն ինչ որ ստացվեց ինչ վերաբերում է նրան որ ասում էր բա լավ փաստաթուղթեր գնայիք կարգավորեիք ես առնչություն չունեմ այն ժամանակվա իշխանությունների հետ եւ որևէ մեկը չի կարող ինձ ասել որ այ ինքը պաշտպանում է իր քաղաքական ուժին քիչ հետո կտեսնենք որ իսկապես դա շատ կարեւոր եւ շատ մեզ համար ցանկալի փաստաթուղթեր իհարկե կարելի է էլի բաներ ցանկանալ բայց պիտի հասկանանք 2000 հիմա կասեմ 19 թվականի մասին է խոսքը բայց ասել որ դե լավ էր գնացեք այդ նշանակում է մարդը պատկերացում չունի որ բանակցությունները տեղի են ունենում կողմերի միջև որոնց մասնակցում են նաև միջնորդները այսինքն այստեղ է որ պիտի չգիտեմ որ ապուշն է ասել իրեն որ եթե Ադրբեջանը ուզենա կարելի է լուծել չկա նման բան ես քիչ առաջ մեջբերեցի միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի ձևակերպումը որը ասում է նորից ասում է որ ինքնորոշվող ժողովուրդը ինքն է որոշում իր քաղաքական կարգավիճակը այդ 4 տարբերակներից որևէ մեկով իր կամքի ազատ արտահայտմամբ դրա վրա ոչ իրավունք ուներ ազդելու Հայաստանի իշխանությունը, ոչ Ադրբեջանի իշխանությունը, ոչ անգամ համանախագահների իշխանությունները։ Ոչ մեկը իրավունք չուներ, պիտի կամքը ազատ արտահայտվեր եւ դա էլ կլիներ, ընդ որում արձանագրվում էր, որ դա կլիներ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում, այսինքն Հայաստանը Ադրբեջանը որևէ մեկը չէր կարող վիճարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը։ Հիմա գանք 2019 Ինչ էր առաջարկում եւ եթե ընթացք տրվեր եւ պատասխան լիներ Հայաստանի իշխանության կողմից, արդյոք կլիներ պատերազմ, թե ոչ, կարծում եք։ Շատ լավ, պատերազմի եւ խաղաղության մասին էլ կխոսենք, ցավոք ժամանակը Այդքան չէ, այո, բայց սա ներկայացնենք ինչ էր առաջարկվում եւ արդյոք պատերազմը կարող է։ Բայց ես ուզում եմ մեկ բանի մասին եւս ասել, այդ փաթեթի մեջ, որ հրապարակել են իշխանությունները, կար 2016 թվականի փաստաթուղթը։ Եվ այս փաստաթուղթը ի տարբերություն 2007 թվականի փաստաթղթի, սա մեկ առանցին փաստաթուղթ չէր, այնտեղ փաթեթով էր ներկայացված 3 փաստաթղթեր էին։ Մեկը հռչակագիրը խնդրի կարգավորման վերաբերյալ, մյուսը համանախագահ երկրների հայտարարությունը, որ իրենք պաշտպանում են եւ կիրականացնեն այնտեղ եղած բոլոր դրույթները, մոտեցումները եւ այլն, մյուսը անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը։ Իդեպ որ պատկերացնեք, թե 16-ից 19 գրեթե բան չի փոխվել, մի քանի խմբագրական բան, ասեմ որ այս երրորդը, որը դառնալու էր ամենակարևոր փաստաթուղթը անվտանգության խորհրդի բանաձևի, սա չի փոխվել եւ եթե տեսնեք կառավարության հրապարակած այդ փաթեթի մեջ 19 թվականի փաթեթը ինչից է բաղկացած, կտեսնեք, որ այդտեղ 16 թվականի այդ նախագիծը բանի անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի թվագրված է 16 թվականով, այսինքն մնացել է այս գլխավոր փաստաթղթի նախագիծը, մնացել է, ահա, այստեղ կարող եք տեսնել 16 թվական։ Այսինքն 19 թվականի փաթեթի մեջ փաստաթղթերից մեկը ուղիղ առանց որևէ փոփոխության եկել է 16 թվականից։ Այդպիսին է նաև համանախագահող երկրների հայտարարության տեքստը, փոքրիկ խմբագրական փոփոխություններ կան կարգավորման հռչակագրում միայն։ Սա նշանակում է, որ նախ այդ փաթեթը արդեն պատրաստված էր 16 թվականին։
Եվ որ այնտեղ կար շատ խառը բաներ եւ այլ, սա անլուրջ խոսակցություն է։ Բայց ինչ էր առաջարկում, խոսենք այդ մասին, Իհարկե, որպեսզի դրա մասին կխոսենք, բայց 16 թիվը շատ կարևոր է։ Մի քանի բան ասեմ ու անցնենք բովանդակության։ 16 թվին, եթե փաթեթ էր պատրաստված, այսինքն բացի կարգավորման փաստաթղթից, որը քննարկման առարկա էր, կար համանախագահող երկրների հայտարարությունը արդեն պատրաստած եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, դա նշանակում է, որ խնդիրը մոտեցել էր լուծման, որովհետեւ եթե այդպես չլիներ, կշարունակեին աշխատել ինչպես 2007-ին, 10-ին, 11-ին եւ այլն, աշխատել միայն կարգավորման փաստաթղթի վրա, ուրեմն այն երկուսի ժամանակը մոտեցել է, չէ՞ որ սկսել են աշխատել, թե իրենք պարապ մարդիկ էին, նստում էին ինչ որ թղթեր էին գրում։ Այսինքն մոտեցել էր։ Ինչու էր մոտեցել։ Մոտեցել էր, որովհետև Ադրբեջանը պարբերաբար պրովոկացիաներ էր անում։ Կա մի չգրված օրենք հակամարտությունների կարգավորման մեջ։ Երբ մետրոպոլիան սկսում է լուրջ ռազմական գործողություններ, այսինքն վերսկսում է այդ ռազմական գործողությունները, դրանից հետո, քանի որ տեսնում են, որ սրանք պատրաստ չեն եւ չեն ցանկանում խնդիրը լուծել, կիրառվում է պարտադիր լուծումը։ Բոլոր այն ինքնորոշման հակամարտությունները, որոնք լիարժեք լուծում են ստացել, միշտ պարտադրվել է միջազգային հանրության ՄԱԿ-ի կողմից, պարտադրված լուծում։ Այսինքն, ենթադրենք, անվտանգության խորհուրդը ընդունում է համապատասխան բանաձև, ձևավորվում են խաղաղապահ ուժեր, ընդ որում հստակ է փաստաթղթերում արձանագրված է, նրանց մանդատն է հստակ ձևակերպվում է, թե ինչպես պիտի այդ խաղաղապահ ուժերը արձագանքեն մետրոպոլիայի ոտնձգություններին, ռազմական գործողություններին։ Այսինքն ամեն ինչ ոչ միայն մանրամասն նկարագրված է, այլ նաև փաստաթղթի ամբողջ փաթեթը պատրաստ էր 2016 թվականին։ Կարելի է ենթադրել, որ եթե գնանք նույն տրամաբանությամբ, ինչ որ Կոսովոյի հետ կապված, Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի հետ կապված տեղի ունեցավ, որտեղ էլի չէին համաձայնում, մետրոպոլիան չէր համաձայնում լուծման ճանապարհով գնալ։ Ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարտադրում էր լուծումը, տրամադրում էր խաղաղապահ ուժեր, հստակ սահմանում էր պատժամիջոցներ, նրանց նկատմամբ ովքեր կխախտեն այդ ամեն ինչը եւ այլն։ Այսինքն սա լուրջ խաղաղապահ ուժեր էին։ Այն ինչ Արցախում տեղի ունեցավ 2020 թվականին, դրանք ռուսական զորամիավորումներ էին, որոնք բարի կամքի հիման վրա եկել տեղակայել էին, չսահմանելով սրանց լիազորություններ, ինչ պիտի անեին այդ խեղճ զինվորականները, եթե որևէ լիազորություն չունեն միջամտելու։ Դրանք միջազգային խաղաղապահ ուժեր եւ կազմը որոշվելու էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչն էր որոշվել։ Կազմը, թե ովքեր պետք է լինեն այդ միջազգային երկրները, որոնք կարող են ռազմական միավորումներ տրամադրել այդ խաղաղապահ ուժերի համար, այդ երկրների կազմը պետք է համաձայնեցվեր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ու ակնհայտ է, այնտեղ օրինակ ենթադրենք թուրքական զինվորականները բնականաբար չէին կարող կողմնակալ լինել այնտեղ կամ էլի որոշ երկրներ կարելի է նշել, այնպես սա մի դրվագն է։ Ինչ էր դա նախատեսում։ Դա նախատեսում էր, որ ընդ որում այդ 5 շրջանները, որի մասին խոսվում է, ուրեմն այս փաստաթղթերը պետք է ընդունվեին, այդ հետո գար երկրորդ փուլը։ Փաստաթղթերից ընդունումից հետո առաջին բանը, որ պիտի անեին, խաղաղապահ ուժերի ձևավորումն ու տեղակայումն էր։ Ընդ որում այդ շրջանները, որի մասին խոսվում է, այդ 5 շրջանները, դրանք պիտի լինեին ապա ռազմականացված, այնտեղ ադրբեջանական զինված ուժեր չպիտի լինեին։ Գիտեք, եթե ուզում են խնդիրը լուծել, դու պիտի ասես, ինչի հիման վրա ես ուզում լուծել։ Եթե միջազգային իրավունքի, այո, այդ միջազգային իրավունքի հիման վրա այն շրջանները, այդ 5 շրջան կոչվածը
պետք էր վերադարձնել։ Իսկապես այդպես է։ Հիմա այդ իրավունքում այն էլ է գրած, որ Արցախի ժողովուրդը ինքն է որոշում իր կարգավիճակը, այն էլ է գրած։ Դու չես կարող միջազգային հանրությանը ասել, ես միջազգային իրավունքի այս մասը ուզում եմ, այն մասը չեմ ուզում։ Որևէ մեկը մինչև հիմա ոչ այսօրվա իշխանությունները, ոչ որևէ մեկը չի ասել որևէ հիմք, որի վրա պետք է այս խնդիրը կարգավորվեր միջազգային իրավունքից բացի։ Միջազգային իրավունքն է, որ ապահովելու էր Արցախի անկախությունը։ Ուրեմն տեղակայելուց հետո կարող էին, սա էլ եմ ուզում ընդգծել, կարող էին փախստականները վերադառնալ, բայց չխախտելով Լեռնային Ղարաբաղում այդ 75, 80 եւ 20-25 այդ հարաբերակցությունը։ Այսինքն դրանք որևէ ձևով չէին կարողանալու քվեարկության վրա ազդել։ Բայց ուրիշ բան կա, այնտեղ գրված է բոլոր փախստականների մասին, ոչ միայն ադրբեջանցի, շատ ավելի շատ հայ փախստականներ կային։ Եվ սրա մասին ցավոք սրտի չի էլ խոսվում երբևէ։ Եվ դրանով կարելի է ծեփել Ալիևի բերանը, երբ խոսում է փախստականների վերադարձի մասին, որովհետև ընդ որում ասեմ, որ ժամանակակից պայմաններում նման հարցերի կարգավորման ժամանակ որպես կանոն ոչ թե փախստականներն են վերադառնում, այլ փոխանակում է արվում, հաշվում են որ կողմից ինչ է եղել, ինչ ունեցվածք, ինչ եւ այլն, եւ համարում են, որ այս մեկը այն մեկին այս չափով չեզոքացնում է։ Եթե այդպես նայենք, Ադրբեջանը ունի Հայաստանին տալիք, ոչ թե Հայաստանը Ադրբեջանին կամ Լեռնային Ղարաբաղը։ Սա փախստականների մասով։ Հիմա երբ անցկացվեր հանրաքվեն, եւս մեկ անգամ ասեմ, որ արձանագրված է, որ դա պիտի լիներ բոլորի համար ընդունելի, պարտադիր իրավական ուժ ունեցող, այսինքն որ ոչ մեկը չէր կարող դրա դեմ ընդդիմանալ, ասել չէ, չեմ ընդունում եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո պիտի տեղի ունենար Անվտանգության խորհրդի նիստ եւս մեկը, որը արձանագրեր փաստը եւ պիտի գործի դրվեր ՄԱԿ-ին անդամակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ այնտեղի 75-80% հայությունը պիտի քվեարկեր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ասվում է, որ բան է, հենց որ այս փաստաթղթերը ընդունվեին, Լեռնային Ղարաբաղի այդ կարգավիճակը, որ այդ պահին կար, այսինքն այն չճանաչված եւ այլն, դա վերանալու էր։ Իհարկե վերանալու էր, եթե փաստաթուղթ է ընդունվել կարգավորման մասին, ընդ որում այդ փաստաթղթում նաեւ մանրամասն նկարագրված է միջանկյալ կարգավիճակը։ Երկու շրջանների, Լաչինի միջազգի եւ Քարվաճարի։ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը մինչեւ հանրաքվեի անցկացումը, որը թույլ էր տալիս բազմաթիվ իրավունքներ ունենալ, մասնակցել ԵԱՀԿ նիստերին, երբ այնտեղ Արցախի խնդիրն է քննարկվում, անդամակցել տարբեր միջազգային կազմակերպությունների, ունենալ զինված ուժեր, որոնք խաղաղապահների հետ կպաշտպանեին Արցախի անվտանգությունը, ճանաչում էին գործադիր եւ օրենսդիր մարմինները, որոնք Արցախը պետք է ընտրեր, դատարանները, այսինքն այս բոլորը ստանում էր միջազգային հանրության կողմից ճանաչում։ Նման բազմաթիվ էլի այլ իրավունքներ չկարևորվեց Փաշինյանի կողմից, ինչու չպատասխանեցին կամ պատասխանել են թե ոչ, դուք կասեք, ինչ բացատրություն։ Դժբախտաբար տապալվեց բանակցային գործընթացը։ Հիշեցնեմ, որ այս իշխանությունը հայտարարեց, որ ինքը չի ընդունում բանակցային գործընթացը մինչև իրեն տեղի ունեցած եւ ինքը սկսում է զրոյական կետից։ Բայց դա ներքին լսարանի համար էր ասում, նաեւ դա դրսի լսարանիներ ուղղված։ Ուրեմն մեր ժամանակներում Նկատելով հարցազրույցի ժամանակ արված հայտարարություններ, արդյոք բանակցային գործընթացում այդ դիրքորոշումը շարունակել։ Մեր ժամանակներում ներքին լսարան, արտաքին լսարան, այդպեսի բան գոյություն չունի։ Այն ինչ խոսվում է, այն ինչ ասվում է, անմիջապես հայտնի է դառնում բոլորին, բայց մյուս կողմը կա, ստացվեց 2019 թվականի այդ փաթեթը, որը փաստորեն 2016 թվականի փաթեթն էր, այսինքն
այն որ ասում է ես վատ ժառանգություն եմ ստացել, այդ էր ժառանգությունը 19 թվականի փաթեթը։ Ինչու չպատասխանեց։ Ինչու որևէ բանակցություն տեղի չունեցավ այս փաթեթի վերաբերյալ։ Ինչու։ Որովհետև պարզ այն ինչ որ ինքը ասում էր, այո, ճիշտ էր ասում։ Այդ այն քիչ բաներից է, որ ինքը ճիշտ էր ասում, որ ինքը սկսում էր իր կետից, անգամ հայտարարեց, որ ինչ որ Մյունխենյան անհեթեթ սկզբունքներ կան, որ պետքա լուծումը բավարարի Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին։ Հիմա այս աղետը որ տեղի ունեցավ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների բան սրտով էր, հա, բավարարեց մեր երկու ժողովուրդներին, հա, այդ էր այդ լուծումը։ Հիմա դուք կարծում եք պատերազմը հնարավոր էր կանխել, եթե իսկապես ընթացք տրվեր այս առաջարկին։ Իհարկե, եթե բանակցային գործընթացը շարունակվում է, ուրեմն որևէ մեկը չէր համարձակվի խախտել այդ ընթացքը, որևէ մեկը նկատի ունեմ Հայաստանը կամ Ադրբեջանը։ Դա տեղի ունեցավ 2016 թվականին։ Մի քանի օրվա ընթացքում, 4 օրվա ընթացքում դադարեցվեց։ Այո, եւ այստեղ շատ կարեւոր դերակատարություն ունեցան համանախագահող երկրները։ Ինչու այս անգամ իրենք չդադարեցրեցին։ Իհարկե Ռուսաստանը փորձեց դադարեցնել այս իշխանությունները, մերժեցին դերևս հոկտեմբերի իրավիճակով, հայտարարելով, որ եթե իրենք դադարեցնեն, ուրեմն իրենց կասեն դավաճան։ Բերեցին, հասցրեցին կապիտուլյացիա, բայց ինչու չմիջամտեցին ակտիվորեն։ Բայց ամեն դեպքում այդ ժամանակ էլ միջամտում էին, բայց միջամտում էր հիմնականում Ռուսաստանը, ահա Եվս հայտարարությամբ հանդեսական, որ զինադադար է լինելու, բայց խախտում են։ Բայց դա բոլորովին ուրեմն միջամտելու տարբեր ձևեր կան։ Ինչու տարբերվում էր 16 թվականի միջամտությունը, որը հանգեցրեց արագ 4 օրվա ընթացքում դադարեցման, պատերազմի եւ զինադադարի հաստատման, ինչու 20 թվականին դա տեղի չունեցավ, որովհետեւ այս մարդիկ երբ որ հայտարարեցին, որ սկսում ենք զրոյական կետից, այսինքն այդ ամբողջ ժամանակահատվածում 2 տասնամյակից ավելի տեղի ունեցած գործընթացը զրոյացնում են։ Ով է Հայաստանի ղեկավարը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ի կատարած 20-25 տարվա աշխատանքը զրոյացնի։ Մարդը ինքը իրեն պիտի հաշիվ տա, որ ինքը ինչ է անում, ում է դեմ գնում, ում է վիրավորում, ում է ապտակում, այսպես ասած։ Պարզ է, որ վերաբերմունքն էլ լինելու էր նույնը։ Այսինքն դա ապտակ էր։ Եթե ասում են, գիտեք ինչ, այս Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները 25 տարի աշխատել են, ես սա դեն եմ գցում, ես զրոյից եմ սկսում, ես իմն եմ սկսում։ Բա դա ինչ է։ Եթե ուրիշ անուն կա, կարող ենք ուրիշ անուն տալ։ Ես հատուկ ինչ որ կոշտ անուններ տալու միտում կամ ցանկություն չունեմ։ Ինչ ստացանք մենք այդ փաստաթղթով նախատեսվածի փոխարեն։ Ստացանք պատերազմ, ստացանք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, կապիտուլյացիա, որ մինչև այսօր շարունակվում է։ Դրա հիման վրա ցանկացած բան Ադրբեջանը պարտադրում է։ Ոչ միայն 7 տարածքները կորցրեցին, այլ ամբողջը։ Իհարկե, որովհետև Մինչդեռ բանակցում էր այդ 5.2 շրջանների համար։ Ընդ որում 2 շրջանի հետ կապված բանակցությունները հետաձգվում էին, բնականաբար ապահովելու համար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ վստահ եմ, որ այդ ժամանակ սեղանին դրվելու էին նաեւ այն տարածքները, որոնք գտնվում էին Ադրբեջանի ենթակայության տակ։ Դա Մարտունու շրջանի մի հատվածն էր, Մարտակերտի շրջանի մի հատվածն էր Լեռնային Ղարաբաղի, դա անգամ Շահումյանի շրջանն էր, որոնց վրա կարելի էր նորմալ համաձայնության գալ։ Հիմա այս ամեն ինչը հրապարակվեց, հանրության արձագանքը կամ առհասարակ ինչ որ բան փոխեց, ինչ որ վտանգ դա ներկայացնում է Փաշինյանի համար վերընտրվելու համար, թե այնքան ձգձգվեց, երկարաձգվեց, խոսվեց այս թեման, արդեն հանրությանն էլ չի հետաքրքրում։ Ես ավելի քան վստահ եմ, որ հանրությանը հետաքրքրում է։ Ես
առիթ ունեմ օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ շփվելու փողոցում, խանութում, մեկ այլ տեղում ավելի մասնագիտական հարթությունում այդպես չի որ որևէ մեկը համակերպվել է այս ամեն ինչի հետ ոչ իհարկե ոչ բայց ես ցեզ մի բան ասեմ այդ թե ընտրությունների վրա ինչպես կազդի թող ինքը մտածի նախ մարդկանց պետք է ներկայացնել այն ինչ կա փաթեթը մանրամասն ներկայացնել պատահական չէ որ իրենք որևէ բացատրագիր, որևէ մեկնաբանություն չեն տրել, որովհետև այդ ժամանակ ստիպված պիտի լինեին ասել, որ իրենց պնդումը, որ օրինակ Լեռնային Ղարաբաղի անկախության հետ կապված որևէ բան այդ փաստաթղթերում չկա։ Պիտի ցույց տային։ Իսկ իրենց պատասխանը ինչու չեն հրապարակել, թե պատասխան չի եղել։ Ինչ պատասխան, ում պատասխանը։ Դե որ ուղարկվել է, ինչպես են պատասխանել։ Չեն պայմանավորվել, չեն հանդիպել, չեն քննարկել։ Սա է փաստը։ Կարգավորման գործընթացը խափանվել է եւ ադրբեջանա-թուրքական այդ ագրեսիան դրա հիմքում դարձավ դա։ Իրենք պատրվակ, իհարկե պատրվակ էր դա, ոչ թե պատճառ էր, որովհետեւ իրենք թղթեր են ստորագրել, որ չպիտի հրադադարը խախտեն եւ այլն, բայց պատրվակ իրենց էլ պատրվակ է պետք մենք 1000 անգամ ենք տեսել պատրվակ վերեցին որ այ խախտվել է բանակցային գործընթացը ուրեմն մենք ուրիշ ճանապարհ չունենք քան մեր խնդիրները լուծել ռազմական միջոցներով սա իրականությունն է որևէ մեկին դուր է գալիս դուր չի գալիս սա է իրականությունը ուրեմն հիմա պատերազմի պատասխանատուն համարում եք Փաշինյանին Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, որ պատասխանատուներ, մեղավորներ, չգիտեմ ինչ է։ Ես գնահատականներ չեմ տալիս։ Ես տալիս եմ մասնագիտական վերաբերմունք, մեկնաբանություն, որովհետև սովորական մարդու համար դժվար է դա անել։ Վերցնի փաստաթուղթ կարդա միջազգային իրավունքի շրջանակներում, մենք բազմաթիվ օրինակներ ունեցանք, որտեղ քաղաքական երկրի ճակատագիրը որոշող մարդիկ չեն պատկերացնում, չեն հասկանում, չեն կարդում, բայց խեղճ քաղաքացիություն ինչ ենք ուզում, ուրեմն պետք է ուղղակի մասնագետ մարդիկ մարդկանց ներկայացնեն եւ մարդիկ դա կտեսնեն։ Դե եթե այդպես էր, թող գրեին այս բանը ես որ ասել եմ, այս փաստաթղթի ես ինչ կետում է կամ ես ինչ էջում է, թող գրեին, որովհետեւ չկա նման բան։ Դա մարդկանց մոլորեցնելու ճանապարհ է, որ դե մարդը ասում է, այդքան էլ նյութերը չէ ներկայացրել, դե մեջը մի բան կա, որ չկա, ինչի է ներկայացնում, բայց երբ որ բացում կարդում ես, տեսնում ես այդ բոլոր հայտարարությունները ոչ մի հիմք չունեն։ Հիմա Փաշինյանը չիմացության արդյունքեր է ամեն ինչը, թե ինչ էր։ Ասում են, որ ուզում էին ազատվել Ես ասացի, որ ես չեմ տալու գնահատականներ, ոչ քաղաքական, ոչ իրավական։ Դա համապատասխան ատյանների գործն է։ Ես որպես մասնագետ, որը 2004 թվականից զբաղվել է այս խնդրով, բազմաթիվ հրապարակումներ ունի, եւ ոչ միայն Հայաստանում, հոդվածներ, գրքեր, մենագրություններ, եւ որոնց որևէ մեկը, որոնց մեջ բերած տեսակետները, որևէ մեկը չի համարձակվել հերքել, այդ թվում նաեւ ադրբեջանցիները։ Հիմա իմ անելիքը սա է, այսինքն մարդկանց իրազեկել, մարդկանց Հիմա մեկ այլ բաներ են ներկայացվում, ասում են, որ այս հարցը Հայաստանին էր արդեն վերաբերում, որովհետև թոք էր խոշոր պետության կողմից, որպեսզի Հայաստանը լինի իր գրպանում։ Եվ Փաշինյանը ըստ էության ասում է ազատել է այդ ամենից։ Արդյոք թոքի մասին խոսողները զբաղվում են, կարծում եմ, անով էլի, անասնապահությամբ։ Եկեք թոքերը թողնենք, դա լուրջ խոսակցություն չի, դա լուրջ բառապաշար չի խոսելու համար։ Այսինքն Արցախյան հարցը օգտագործվել է Հայաստանին այդպես իրենց կողմ քաշելու համար։ Ով քաշեն։ Այդ ինչի 25 տարի չէին քաշում, հետո սպասեցին այս իշխանությունը եկավ, քաշեցին։ Իրենց գրպանում տեղավորեն։ Դա թող առաջ տեղավորեին։ Դա դատարկախոսություն է, դա փողոցային, այն մի ժամանակ
մարդիկ, բանից անտեղյակ մարդիկ հավաքվում էին շենքերի բակերում, ինչ որ տեղեր կար, չէ, նստում էին, խոսում էին համաշխարհային խնդիրների մասին եւ օգտագործում էին ցանկացած բառապաշար։ Դա կարող է այնտեղ ընդունվել, որովհետեւ այդ մարդիկ ոչ այդ process-ների պատասխանատուն էին, ոչ էլ մասնագետ էին, խոսում էին էլի իրենց համար։ Երբ որ դա խոսում են այդ բառապաշարով, այդ պատկերացումներով, խոսում են մարդիկ, ովքեր պատասխանատու են, այդ մարդիկ ուրեմն որևէ լուրջ ասելիք չունեն մեր ժողովրդին։ Հիմա Արցախյան հարցը չէր վտանգում Հայաստանի անկախությունը։ Ճիշտ հակառակը։ Հիմա Արցախը կար, Հայաստանը որևէ անվտանգության խնդիր չուներ, չէ՞։ Թե ուներ։ Ադրբեջանցիները այն ժամանակ, երբ որ Արցախը կար, Հայաստանում էին գտնվում, այդ 200 քառակուսի կիլոմետրը Արցախի գոյության ժամանակ էին գրավել։ Ես ուրիշ բան էլ ասեմ։ Իրավունքի տեսակետից, օրենքների տեսակետից Հայաստանը որևէ իրավունք չուներ միջամտելու Արցախի գործերին։ Որևէ իրավունք չուներ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս 1 սանտիմետր, 1 քառակուսի միլիմետր անգամ որևէ մեկին տալու։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ դա միջազգային իրավունքին հակասող թուղթ է, որովհետև Հայաստանի ղեկավարը խոսում էր Աղդամի մասին, խոսում էր Քուբատլիի մասին, խոսում էր Քելբաջարի մասին եւ այլն։ Ինչ իրավունք ունես, եթե դու Հայաստանի ղեկավարն ես, դու Հայաստանի սահմաններից դուրս որևէ թիզ հողի համար որևէ իրավունք չունես։ Իսկ Մեղրի Ղարաբաղով փոխանակելու արդյոք փաստաթուղթ եղել է, թե դա բանակցություններում խոսացվել է, որովհետև այդպեսին է։ KOST փաստաթուղթ իհարկե եղել է։ Այդ փաստաթղթին Միացյալ Նահանգներում նախնական համաձայնություն են տվել Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանը եւ Ալիևը։ Հետո վերադարձել են ամեն մեկը իր երկիր։ Ընդամենը մի քանի օր հետո Ադրբեջանի մի քանի պաշտոնյաներ, այդ թվում նաև արտգործնախարարը հրաժարական տվեցին։ Ասեցին մենք դեմ ենք այդ KOST-յան համաձայնագրին։ Բայց այս դրա փոխանակվում էր արդյոք։ Ալիևն էլ ոչ, իհարկե ոչ։ Ալիևն էլ հայտարարում էր, որ քանի որ իմ պաշտոնյաները հրաժարական են տալիս, ես չեմ կարող հետագա ընթացակարգը ապահովել այդ փաստաթղթի վերջնական ընդունման տեսակետից։ Եվ դրանով վերջացավ այդ պատմությունը։ Հիմա այդքան վերադառնալ KOST-յան այդ նախագիծը կար, չկար, բայց պարզապես ծիծաղելի եւ թերթում որևէ թերթում տպված որևէ նյութ համարվում է հայկական ժամանակի օրաթերթում տպված որևէ նյութ համարվում է փաստաթուղթ եւ ներկայացվում է փաստաթղթերի փաթեթի հետ։ Սա իսկապես զավեշտալի է, ավելի վատ բան չեմ ուզում ասել։ Եվ քանի որ ժամանակը կարճ է եւ մենք երկու հարց էլ կարող է պետք է անդրադառնանք, նախ ձեր հրապարակված գրքին անդրադառնանք, քանի որ այս թեմային է առնչվում, ինչու ինքնորոշման որոշ հակամարտություններ ավարտվում են անկախության ճանաչմամբ, իսկ որոշները ցեղասպանությամբ Լեռնային Ղարաբաղի դեպքը։ Այո, սեպտեմբերին տպագրվեց այս գիրքը, 2024-ի ամռանը ես միջազգային հանդեսներից մեկում, որը այդ հանդեսը նվիրված է հակամարտությունների կարգավորմանը, մի հոդված էի հրապարակել եւ եվրոպական մի հրատարակչություն առաջարկեց մենագրություն գրել եւ իրենք պատրաստ են, իրենք տպագրել, իրենք տարածել եւ այլն, ես համաձայնվեցի սիրով եւ սեպտեմբերին տպագրվեց գիրքը, կա նաեւ Amazon-ում, այսինքն կարող է ցանկացած մարդ ձեռք բերել, իդեպ ասեմ, որ գրքի գնի եկամուտների եւ այլնի հետ կապված ես ոչ մի կապ չունեմ։ Ինձ ուղղակի մի քանի գիրք են տրամադրել եւ ստացել են համաձայնություն, որ մնացած հարցերով իրենք կզբաղվեն։ Ինձ համար այս խնդիրը պարտքի խնդիր էր Արցախի նկատմամբ եւ ավելին ասեմ, ես համարվում եմ, որ իսկապես Արցախի խնդիրը չի փակվել։ Բայց մի բայց կա։ Նրանք ովքեր այդպես են համարում,
նրանք պիտի իրենց հարց տան։ Իսկ ինչ են անում իրենք, որ այդ հարցը չփակվի, որովհետև կա հսկայական աշխատանք։ Ինչ որ մի պահի, ինչ որ իրադարձություններ եւ մի քանի օրինակ բերեմ այլ հակամարտություններից։ Պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Թրամփը ասում էր, որ պաղեստինցիներին 2 միլիոն այնտեղից պետք է հանել, տանել ուրիշ տեղ եւ հակամարտությունը կվերջանա։ Այդ հայտարարությունից ընդամենը մի ամիս հետո բոլորովին փոխվեց մոտեցումը։ Այսինքն ինչ որ մի պահի ստեղծված իրավիճակը, եթե դու ունես փաստարկներ, ունես լուրջ մտադրություն զբաղվելու, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պիտի զբաղվես եւ հասնես քո նպատակներին։ Այնպես որ հնարավորություններ տեսնում եք։ Իհարկե, միանշանակորեն այսօր էլ կան, ավելի դժվար է, որովհետև արցախցիները այնտեղ չեն այլևս։ Համեմատելի չի այն իրավիճակը, որ կար 19 թվականին, ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո խնդիրը լուծվելու էր, ընդ որում Ադրբեջանը թե կստորագրեր, չէր ստորագրի, բայց այդ սխեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունելու էր բանաձև եւ պարտադրելու էր լուծում, այնպես ինչպես մի շարք այլ հակամարտությունների դեպքում։ Քանի որ մենք մեր ժամանակից բավականին անցել ենք առաջ, խոսենք նաև եկեղեցու մասին, քանի որ շատ հարցեր կան նաև Եվրամիության ինտեգրման հետ կապված արտաքին քաղաքականության, հույս ունեմ դուք կգաք կրկին եւ խոսենք արտաքին հարաբերություններից, բայց մասնավորապես եկեղեցու հետ կապված ձեր դիրքորոշումը ինչ է սպասվում, ուր է հասել Փաշինյանը եւ արդյոք լուրջ վտանգ կա եկեղեցում։ Սա ոչ միայն բարոյական առումով է անընդունելի, ոչ միայն մեր պատմական ժառանգության, մեր ինքնության, որովհետև այս ամենը հենց ուղղված է մեր ինքնության ոչնչացմանը, բայց սա նաև հակասահմանադրական քայլ է։ Փառք Աստծո, 2005 թվականին, երբ սահմանադրական փոփոխություններ էին արվում, հետո 2015-ին նոր փոփոխություններ արվեցին, 2005-ին սահմանադրության մեջ, որ 95-ի սահմանադրության մեջ գոյություն չուներ, եկեղեցու դերը տեղը մեր ժողովրդի կյանքում 2005-ին է ամրագրված եւ ինքս եմ զբաղվել այդ ամեն ինչով։ Ակնհայտորեն այդ հոդվածներին եւ այդ հոդվածների հիման վրա ավելի ուշ ընդունված օրենքին այս ամենը ակնհայտորեն հակասում է, բայց բազմաթիվ բաներ են մեր կյանքում հակասում սահմանադրությանը, որ անում է իշխանությունը։ Այդ պատճառով սա վեհապարին հեռացման գործընթաց է, թե եկեղեցուն է ամեն դեպքում վերաբերում։ Եկեղեցու կազմաքանդման գործընթաց է։ Պետությունը, իշխանությունը ընդհանրապես իրավունք չունի եկեղեցական կյանքին միջամտելու, անկախ իր կարծիքից։ Ինքը կարող է կարծիք ունենալ, կարող է արտահայտել, բայց ոչ գնալ եւ ստիպել, որ ինչ որ մի քահանա գա եւ եկեղեցական կարգը խախտի։ Այդ եկեղեցական կյանքում ամրագրված է ոչ այսօր, ոչ նախորդ իշխանության տարիներին, ոչ դրա նախորդի տարիներին։ Տևական ժամանակ է այդ կարգը, պատարագի կարգը կա։ Ու ամոթալի է, որ այդ պատարագի կարգը ստիպում են խախտել, ստիպում են, չէ՞ փաստորեն, մեկը ով տասնյակ տարիներ այդ պատարագը արել է այդ փաստաթղթի հիման վրա, այսօր խախտում է դա։ Ինչու է խախտում։ Ստիպում են մտնել եկեղեցի եւ ստիպել, որ քահանան էս անի կամ այն անի, կամ եպիսկոպոսներին։ Քանի որ Փաշինյանը համարել է, որ կարգալույծ է արդեն իսկ կաթողիկոսը դրա համար էլ զեղչում է նրան։ Այդ որտեղ է գրված, որ վարչապետը որոշում է, որ որևէ մեկը կարգալույծ է։ Որևէ ոչ միայն վարչապետը, որևէ իշխանության, որևէ ատյան, որևէ ներկայացուցիչ չի կարող եկեղեցու հետ կապված որոշումներ ընդունել։ Հիմա դուք վտանգ տեսնում եք այս ամեն ինչում 10 եպիսկոպոս փաստացի պահանջով, որպեսզի վեհապարը հեռանա։ Սա վտանգ է, կմիանան նրանց եպիսկոպոսների թիվը 50-ից ավել է։ Հայտարարվել է, որ եպիսկոպոսաժողով է գումարվելու Մայրաթորում դեկտեմբերի 10-ին։ Այ, կտեսնենք մի քանի օր է մնացել ընդամենը, բայց արդեն այն ինչ որ եղել է, դա ամոթալի բան է։ 1700 տարվա եկեղեցի ունեցող
ժողովրդի եւ պետության համար սա ամոթալի բան է։ Ինչ կաթողիկոս է ուզում Փաշինյանը ունենա։ Ինչի համար է անում։ Նա երեք ասում էր, որ ինքը չի ուզում կաթողիկոս, որ ենթարկվի իրեն, ընդհակառակ ուզում է։ Հա, երևի սահմանադրության մեջ գրված է, որ Փաշինյանի սրտով պիտի լինի կաթողիկոսը, չէ՞։ Ասում է օտար երկրներին չի ենթարկվում։ Գրված է, չէ՞ դա, որ պիտի Դե գրված չէ։ Դա, բա ինչ։ Այսինքն հերնել անիծած սահմանադրությունը ինչ է, թղթիկը տոր, գցենք դեն, գցենք ոտերի տակ տրորենք։ Այդ դեպքում ոչ մի բանի մասին լուրջ չի կարելի խոսել։ Այս ամենը տեսնելով, այս հակասահմանադրական, հակաօրինական, այս բոլոր երևույթները տեսնելով, այլևս չպետք է նման հայտարարությունները, որոնք ցավոք սրտի ուղղված են մարդկանց, ովքեր լավ չեն պատկերացնում այդ ամենը, բայց այդքան մեծ չի մարդկանց թիվը մեր ժողովրդի մեջ, ովքեր չեն պատկերացնում իրականությունը։ Չմոռանանք, որ 2021 թվականին ընդամենը քվեարկության իրավունք ունեցողների 26%-ն է քվեարկել այսօրվա իշխանությունների օգտին։ Եթե ուզում եք ճիշտը իմանաք, այս իշխանությունները ժողովրդին չեն էլ ներկայացնում, որովհետև 26%-ից բացի կա 74%, որը չի ուզում իրենց, որովհետև ցանկացած մասնակետի կարող եք հարցնել։ Իշխանությունը միշտ ապահովում է իր աջակիցների առավելագույն մասնակցությունը ընտրություններին, քվեարկություններին։ Այսինքն ավել բան այդ 26-ից այն ժամանակ չէին կարող ունենալ։ Այսօր այդ թիվը ավելի ցածր է, ակնհայտորեն։ Անցել են տարիներ, տեղի են ունեցել իրադարձություններ եւ շատերը շատ բան են հասկացել։ Այնպես որ այդ թիվը իջնելու է, բայց ուրիշ բան կա նաեւ։ Ամեն ինչ կախված է մյուս քաղաքական ուժերից։ Արդյոք նրանք կկարողանան աշխատել նորմալ մարդկանց հետ, մեր հասարակության հետ եւ մարդկանց ներկայացնել ապագա, ծրագիր, հույս, նպատակ, որ այդ մարդիկ կան քվեարկության։ Եթե այդ մարդիկ կան քվեարկության, ուրեմն չեմ ասում 100%, բայց Փաշինյանը չի վերընտրվի։ Իհարկե, որովհետև գալու են մարդիկ, ովքեր իրենց համար չեն քվեարկելու։ Այդ ոչ թե իմ ցանկությունն է կամ իմ գուշակությունը, այլ ամեն ինչ ի վերջո կա գիտություն։ Այդ գիտությունը դեռ չի մեռել, ճիշտ է, փորձում են մերցնել, փորձում են տարբեր համալսարաններում ամեն ինչ վերածել պրիմիտիվ հարաբերությունների, ամեն ինչ վերածել կաշառակերության եւ այլն։ Չէ, տարբեր համալսարաններում ինչ որ կաշառակերության իբր դեպքեր են հայտնաբերել։ Ես չեմ ուզում հա, չեմ ուզում այդ գործերի հետ կապված կասկած հարուցել, բայց համալսարանը կաշառակերության տեղ չի։ Եվ ոչ էլ համալսարանը փողեր տնօրինելու տեղ, համալսարանը կրթելու տեղ է։ Համալսարանը պիտի առանձնահատուկ վերաբերմունք ունենա, թե հասարակության կողմից եւ դպրոցները բնականաբար, թե իշխանության կողմից։ Դրանք հատուկ տեղեր են, այդտեղ պետք է երկյուղացությամբ մտնել եւ չի կարելի պղծել ամեն ինչ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Զրույցակիցս քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։